մեր սահմանադրական իրավունքը։ Ձեր սահմանադրական իրավունքը ինչու՞ Իմ սահմանադրական իրավունքը կանոնում է նրանում, որ ես իմ երկրում կարող եմ յուրաքանչյուր հանրային վայրում անցկացնել խաղաղ հավաք։ Եվ իմ իրավունքը որևէ մեկը չի կարող սահմանափակել, սահմանադրությամբ դա ամրագրել։ Իսկ ես ձեր Դուք չեք կարող գալ ինձ ասել, որ ես այստեղ չեմ կարող խաղաղ հավաք անցկացնել, բայց կամ ես պետք է գնամ դիմացի փողոց։ Դա հնարավոր չի։ վերջացրեցիք։ Այո։ Հիմա կլսեք։ Այո։ Ուրեմն առաջինը դուք ձևափոխում եք իմ խոսքերը։ Ես ձեզ չեմ ասել, որ արգելում ենք ձեր խաղաղ հանրահավաքին։ Ես ընդամենը մոտիկացա, որ ձեզ խնդրեմ, հարգելիներս, դուք մեկ անգամ եք այստեղ միջոցառում հավաքվել եք եւ տեղաշարժվել եք։ Որևէ խոչընդոտ մեր կողմից եղել է։ Ապրեք, այսօր էլ չի լինելու։ Ես ընդամենը մոտիկացա ձեզ խնդրեմ, որ քանի որ արվեստի կենտրոնն է, այստեղ էլի հավաքվեք, ձեր տեղաշարժը իրականացրեք։ Բայց եթե հնարավոր է, պլակատներ, բարձրախոսները այս տարածքում մի օգտագործեք, այստեղից դուրս խնդրեմ կատարեք, իմ խնդրանքը դա է, մնացածը ձեր որոշելիքն է։ Մենք ունենք Գաֆէշյան արվեստի հիմնադրամի կողմից որոշում։ Հե, օրենքով։ Չեք Օրենքի հողումը կա, ասել։ Իհարկե, ես հիմա կասեմ կմոտիկացնեմ, ես ձեզ կծանոթացնեմ։ Չէ, Գաֆէշյան արվեստի կանոնի ենթակետերի մասին Այն որ գալի օրենքի հողումը։ Ինչպես էլ եք դրանից հետո Instagram-ում լավ տարածված կարդացեք այդ դեպքից հետո Գաֆէշյան հիմնադրամը քննադատել է տվյալ գործողությունը, իրազեկել է, որ հոդվածով արգելվում է, տարածքը որն է, Instagram-ում շատ ակտիվ եք բոլոր, հարգելիներ, դա եք կարդացեք։ Շատ լավ ճանաչում եք փաստորեն, որ ասում եք լավ ակտիվ եք, այսինքն տեսնում եք եւ հայտարարությունները եւ ամեն ինչը շատ լավ։ Բայց ես քաղաքացի Մոտենալու իմաստն եմ ուզում հասկանալ մեզ, ձեր մոտենալու իմաստը բացատրեցիք, լավ արեցիք, մենք լսեցիք։ Այստեղ եթե հնարավոր է, պլակատ մի օգտագործեք, Ժորժ ջան, իմ խնդրանքը դա է ձեզ։ Դուք այստեղ հիմա պլակատ տեսնում եք։ Դուք որ մոտեցել եք, այստեղ պլակատ տեսեք, Տիկին Պողոսյան, խնդրում եմ։ Սա պատկանում է Գաֆէշյան արվեստի կենտրոնին է տարածքը։ Եվ մենք այստեղ չենք կարող պլակատներով արվեստի կենտրոնը պատկանում է հայ ժողովրդին, մեր Հայաստանի տարածքում է, անիմաստ Չէ։ Երևի հիմա խոսանք, որ պետությունը ինչ է նշան, իսկ ինչ են անում ենք այս տարածքում, որ դուք նեղվում եք։ Եկեք սենց անենք, ում հետ եմ զրուցում։ Ուրեմն ասել, այդ տոնայնությամբ չեմ զրուցի։ Ուրեմն այդ տոնայնությամբ, որտեղ ես շատ բարեհամբույր զրուցում եի, դուք մոտիկացել եք այդ տնօրինությամբ։ Ես Երևանի քաղաքացի եմ, ուրիշ։ Հա։ Բայց ես որտեղի քաղաքացի։ Ես չեմ կարող ասել։ Ինչ է հետաքրքրվեք իմանալ։ Ես ձեզնով հետաքրքրվելու չունեմ, կա ոստիկանություն, կարգը պահպանում, անիմաստներով է ծածկի։ Գնա էլի։ Հավարամ ջան, ես խմիեցի։ Нет, я понимаю, я сама найду. Не, я говорю, что типа там чувак какой-то пытается... Հանրային տարածք է։ Մյա Ժորժ ջան, մյա հետաքրքիր է, մի րոպե։ Գրեց իմ անուն ազգանունը, չգիտեմ։ Ակարա իմ անուն ազգանունը գրի, կոշիկի ռազմերը գրի, իր պրոբլեմն է, հիմա լսեք։ Երևանի քաղաքապետարան, Հայաստանի Հանրապետություն։ Ուրեմն մենք բոլորս Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ենք եւ իրավունք ունենք ցանկացած տարածքում, եթե իրանց տուն չենք գնացել, մեր խաղաղ ակցիան կազմակերպելու։ Կարող է Թամանյանն էլ Գավեշյանին է պատկանում։ Սա ինչ ստորություն է ուղղակի։ Ինչ է նշանակում մեր տարածքն է։ Այս Հովհաննես Թումանյանի, այս Ծառնիմն է, այս Բունիմն է մտածելակերպից ինչ որ երկոտանի սուբյեկտներ ոնց որ դուրս չեն եկել։ Երևանի քաղաքապետ, Հայաստանի Հանրապետության ղեկավարություն։ Մնացեք ձեր տեղում եւ չի կարելի այս ամբողջ տարածքները սեփականաշնորհ ընդհանրապես պետք է մտածել ինչա Գավեշյան հիմնադրամի 3 հատ կատու են դրել դրա համար, հա? Ոչ մեկ կատվի վրա չի բարձրանում։ Կատվի արցան դնողը
ատոմա կենթանիներին ու չի թողնում ստեղ հանրահավաք անցկացնել։ Սրանք ով են։ Մենք սրանց հավաքեք տարեք, գոյություն ունի ոստիկանություն։ Ոստիկանությունը կանացա, մենք խաղաղ ակցիա ենք անցկացնում։ Հանգարց որևէ մեկը Գավեշչյան, Բավեշչյան չլպտա, թե չէ Գավեշյանին ընենց կանդրադառնանք մոտորերը, թե ինչը ոնց են սեփականացրել, որ իրանք լիքը խնդիր կունենան։ Այսքանը որևէ մեկը չմոտիկանա խաղաղ ակցիա անցկացնող ժողովրդին։ Հանգարց բախտը չփորձի։ Այ քեզ բան, էս ով են սրանք, էս ծառնիմնա, էս ծառնիմնա, էս ձորնիմնա, էս ամբողջը մերն է, մենք հարկատուներ ենք, Գավեշչյան։